Բարև ձեզ, ուղիղ հեռարձակման աշխատանքներ սկսում մեդիա կենտրոնը եւ այսօրվա մեր քննարկման թեման ընտրակաշառքի ավանդույթները Հայաստանում։ Մեր բանախոսներն են մշակութային մարդաբան Աղացի Թաթևոսյանը եւ քիչ անց մեզ կմիանա նաեւ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Պարոն Թաթևոսյան, Հայաստանում ընտրակաշառքի ավանդույթները երբ են ձևավորվել եւ ինչու են քաղաքական ուժերը պատրաստ տալ ընտրակաշառք եւ քաղաքացիները վերցնել ընտրակաշառք անգամ գիտակցելով դրա քրեական հետևանքները եւ սա միայն սոցիալական ծանր պայմանների արդյունք է թե ամեն դեպքում իշխանությունների հանդեպ անվստահության գործոնը եւս այստեղ դեր ունի, համեցեք։ Շատ լավ, եթե խոսենք թե երբ է Հայաստանում ձևավորվել այս երևույթը, ընտրակաշառքի այսինքն երևույթը, ինքը բնականաբար Հայաստանը հետխորհրդային երկիր է եւ ընտրությունների երկարատև ավանդույթ, ինչպես եվրոպական երկրները չունի, այսինքն մեր մոտ ընտրություն երևույթը սկսեց 90 թվականի Գերագույն խորհրդի ընտրություններով մինչև անկախության հանրակրվեն առաջին, այդպես ասած, բազմակուսակցական ընտրությունն էր, որտեղ հիմնական մրցակիցները կոմունիստական կուսակցություն եւ Հայոց համազգային շարժումն էր, եւ ըստ էության չի ասի շատ համատարած, բայց անձամբ ինձ ես այն ժամանակ վստահված անձ եմ եղել եւ անձամբ ինձ ընտրակաշառքի, այսպես ասած, սաղմնային դրսևորումներ արդեն այդ ընտրությունների ժամանակ ես իմ աչքով տեսել եմ, բայց այստեղ ասելով ընտրակաշառք ես նկատի չունեմ ընտրակաշառք, որը բաժանվում է ընտրողին, այլ ընտրակաշառք, որը տրվում է, այսինքն փող կոնկրետ, որը տրվում է, այսպես ասած, թաղի, այսպես են ակտիվ տղաներին, հա, այդ որ հետո ստացավ լավ տղա, հարց լուծողներ, չէ, այդ բանը արդեն ընտրակաշառքային էս բանը պրակտիկաները որ խորացան հետագա ընտրությունների ժամանակ կատարելագործվեցին, այդ ժամանակ արդեն կար, ես առաջին անգամ լավ հիշում եմ, ընդհանրապես այդ շրջանում շատ տարածված է 3-ից 25 ռուբլյանոց այդ կուպյուրաները, թղթադրամները եւ այն ժամանակ ես այդ մեր թաղամասում մի այդպես ում արդեն ներգրավել էին թաղի լակոտներից էր էլի կներեք ես արտահայտությանս համար ժողովրդական լեզվով եմ ասում ինչ որ իրենց անվանում են հենց մարդիկ իրեն 50 ռուբլյանոց էին տվել, դե 50 ռուբլյանոցն ու 100 ռուբլյանոցը շատ հազվադեպ էինք մենք տեսնում ու ինքը որ ցույց տվեց, ինքը ինձ առաջարկում էր միանալ էլի այդ գործողություններին։ Ուղղություն ճիշտ հասկացա, այսինքն Հայոց համազգային շարժումն էր այդ գումարը Գիտեք, Հայոց համազգային շարժման կողմից ինչ որ արդեն այդ ժամանակային ինչ որ այսպես ասած գործարարների փրկը ցեխավիկ է այդ որի մասին ես ասում եմ կարծեմ դա ինչ որ տես նախկինում դատվածություն ունեցող բայց ցեխավիկային տես գործունեության մի անձնավորություն է ում համար աշխատում էին այդ նշածս մարդիկ հա ուզում ասել որ այս շրջանում արդեն իսկ որոշ տես սաղմնային դրսևորումներ ի հայտ եկան բայց ելի եմ կրկնում դա այնպես չէ որ տրվում էր քաղաքացուն Իսկ արդեն 90-ականներին էլի հələ դեռ տենց խմորումների մեջ էր այս երևույթը, բայց այդպես հստակ պրակտիկա դարձավ, որ արդեն մարդկանց փող բաժանելով իրենց ձայնը գնում էին բառից բուն իմաստով, արդեն հիմա կասեն էլի ասում են Ռոբերտ Քոչարյան, բայց դա հիմա իր շրջանում, հա, ես տեսել եմ այդ շատ հետաքրքիր մի էլի պատմություն իմ հետ էլի եղավ, ես էլի վստահված անձ էի Տավուշի մարզում ու մեր տեխնացուի բուկլետներն էինք բաժանում, որը որ ցավոք բան է, այտենց փող ունեցող մարդ չէր, էլի, բայց շատ մեծ հեղինակություն ունեցող մարդ էր այդ շրջանում շատ հարգված, որը իհարկե չանցավ Եվ երբ որ մենք արդեն գնում էինք ու ասում էին, որ ինքը չի անցնի, որովհետև Քոչարյանի դաբրոն չունի, այդ նաև դաբրո հասկացությունն էր այդ ժամանակ, այսինքն իր դաբրո հայերենոց կլինեն, որ բան է, էլի, իր համաձայնությունը թույլտվություն է այս դեպքում։ Հովանավորություն, այսի թույլտվություն չի, այսինքն իր հովանավորությունը, ինքը ասում էր, այս մարդը պետք է լինի ցուցակներ կային, այդ մեծամասնական ընտրացուցակներով դեռ այն ժամանակ
ժամանակ մեծամասնականը կար ու մենք ասում էր երբ որ այդ գրքույկները բաժանում ենք ես շատ լավ հիշում եմ էլի մարդիկ հարցնում էին բայց դատակ եք տալիս նկատի ունեին մեջը բան չեք դե այսինքն արդեն մարդկանց սովորացրել էին որ եթե դու բան ես տալիս այդ գրքույկ ես տալիս նախընտրական այդ բանը իր մեջ մի բան պետքա դրած լինի Էդ էլ որդեղից հետ գալիս այդ մեջը բան չեք դրել, այդ սովետական շրջանի ավանդույթը, սովետական շրջան, երբ որ ինչ-որ մի բան պետական պաշտոնյայի կամ ինչ-որ մեկի դու բան էիր դիմում, պետք է անձնագրիդ կամ ինչ-որ մի բան մեջ մի գումար դնեիր, տայր, հա, եթե ասենք այդ բանի պետավտոտեսչի հետ գործ ունեիր, ինքը քեզ կանգնացնում էր վարորդական գրքույկի մեջ էիր դնում տալիս, ու այդ տրամաբանությամբ հետ գործում, այնպես որ Բայց գիտեք, ես չէի ասի, որ սա ավանդույթ է, ավանդույթ չեմ համարի, այլ ես սա կանվանեմ պրակտիկա, տարածված պրակտիկա նախընտրական եւ ընտրական շրջանում եւ այստեղ պետքա ես հստակ տարանջատեմ ընտրողի կողմից այդ ընտրակաշարքին մասնակցել, այսինքն վերցնելու եւ ընտրակաշարք բաժանելու պրակտիկան, որտեղ սրանք շատ տարբեր են այն իմաստով, որ Մենք նաև 2018-ից հետո մենք տեսանք, որ երբ որ ընտրակաշարք բաժանելու պրակտիկան բաժանողները այլևս չէին կարողանում բաժանել, մարդիկ դրանից հետ վարժվեցին եւ այսօր արդեն մի փոքր այլ իրավիճակ է այսօր կարծեք թե երբ ես հետևում եմ լրատվությամբ ընտրակաշարքի մասին չէ մենք լսում ենք տարբեր այդպես հաղորդագրություններ Դանիելը որ մեզ միանա Յովհաննիսյանն նա շատ ավելի փաստարկված այդ մասին խոսի որտեղ ինքը հենց այդ խնդիրներով է զբաղվում բայց դա մենք էլ ենք տեսնում այդ միջադեպերը այդ ժամանակ մենք տեսնում ենք որ վերականգնվում է ընտրակաշարք տալու պրակտիկան, բայց վերցնելու պրակտիկան համատարած կարծեք թե չի վերականգնում։ Ինչու եմ ես սա նշում, որովհետև երբ որ ընտրակաշարքի պրակտիկայի խրախուսող կողմը դա այսպես ասած իշխանություն ունեցող քաղաքական ուժերը չեն, լրիվ ուրիշ իրավիճակ է առաջանում, երբ որ իշխանություն ունեցող քաղաքական ուժերն են, լրիվ այլ իրավիճակ է առաջանում։ Հասկանալի է, մեզ միացավ նաև Դանիել Յովհաննիսյանը, սպասենք տեղավորվի։ Բարև ձեզ Դանիել, հասակ այն պահին, երբ արդեն հարցը ձեզ պետք է ուղեմ, միանգամից անցնենք հիմնական հարցին, իմ քայլը բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը մտադիր է դատի տալ անկախ դիտորդին եւ ձեզ պարոն Յովհաննիսյան, անկախ դիտորդ դաշինքը ավելի վաղ հայտարարել էր ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել իմ քայլը հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ եւ դիմում է վարչական դատարան պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին։ Ձեր կարծիքով 15 ենթադրյալ խախտումները իմ քայլի հիմնադրամի գործունեության մեջ ինչ բնույթ են եւ որքանով են դրանք կապվում ընտրակաշարքի կամ վարչական ռեսուրսի չարաշահման հետ, համեցեք։ Շնորհակալ եմ, ներողություն խնդրում ուշ միանալու համար։ Ես ուզում եմ հստակեցնել, որ բոլոր 15 դրվագները միանման են եւ հետեւյալի մասին են, որ իմ քայլը հիմնադրամը հանրապետության նախագահի կողմից ազգային ժողովի ընտրությունների նշանակման վերաբերյալ հրամանագիրը ստորագրելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո շարունակել է իրականացնել բարեգործական գործունեություն 15 անգամ է բարեգործություն իրականացրել թեև առնվազն մեր գնահատմամբ եւ ես վստահ եմ ոչ միայն մեր գնահատմամբ իմ քայլը հիմնադրամը աֆիլիացվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ խախտման բնույթը սա եւ 15 դրվագները դրանք բովանդակապես իրարից համանման դրվագներ են, հա պիտի ասեմ որ բոլոր 15 դեպքերում էլ մենք չենք դիտարկել, չենք տեսել որ տեղի ունենա քարոզչության եւ բարեգործության մեկ տեղում մենք չենք տեսել որ տեղի ունենա բարեգործություն տեխնացուի կուսակցության կամ ուրեմն կուսակցության անդամի կամ վստահված անձի կողմից եւ այդ իսկ պատճառով մենք չենք գնահատել սրանք որպես քրեական օրենսգրքի 221 հոդվածով նախատեսված արարք
այլ գնահատել ենք որպես վարչական իրավախախտումների օրենսգրքի 40.16 հոդվածով նախատեսված արարք, որը ենթադրում է վարչական պատասխանատվություն, որի համար էլ դիմել ենք վարչական դատարան։ Մենք մեր հայցադիմումը պնդում ենք, մենք մեր հայցադիմի հիմնավորման մեջ կասկած չունենք եւ առհասարակ թող իմ ուղղությամբ քարնետի նա, որ կպնդի, որ իմ քայլը հիմնադրամը աֆիլացված չի կամ չի ասոցացվում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, այդ թվում իր անվանման միջոցով, որովհետև եկեք հիշենք, որ նախորդ գումարման Երևանի ավականում եւ նախորդ գումարման խորհրդարանում քաղաքացիական պայմանագիրը դաշինքներ էր կազմել, որոնք հենց կոչվում էին իմ քայլը։ Ինչ վերաբերվում է Տիկին Հակոբյանի արձագանքին եւ Տիկին Հակոբյանի խոստումներին, որ մեզ մտադիր է կամ հայտարարություններին, որ մեզ մտադիր է դատի տալ կամ հանցագործության մասին հաղորդում տալ, ապա դա իր սահմանադրական իրավունքներով մենք ամբողջությամբ նորմալ ենք վերաբերվում նրան, որ անձում դեմ մենք իրավական process ենք սկսել, ինքն էլ մեր դեմ իրավական process սկսում, իր իրավունքն է եւ պիտի ասեմ, որ զարմանալի բան պիտի ասեմ, բայց նորմալ արձագանք է։ Նորմալ արձագանք է։ Ոչ մեկ չասեց, որ այդ արձագանքը պետքա լիներ տենց հաճելի։ Ոչ մեկ համարյա ոչ մեկ չի ընդունում միանգամից, որ ինքը ինչ որ բան խախտել է։ Նորմալ է։ Մարդիկ սկսում են պաշտպանվել եւ նորմալ է, որ մարդիկ պաշտպանվում են քաղաքակիրթ ձևերով։ Այն է հրապարակային ասուլիսներով, հրապարակախոսությամբ եւ իրավական մեխանիզմներին դիմելով։ Դա լրիվ նորմալ է, մենք ստեղ ընդհանրապես ոչ մի խնդիր չենք տեսնում։ Քանի որ ուշ սկսեցինք եւ մեր ժամանակն ըստեյության սահմանափակ է, գործընկերներս եթե հարցեր ունեն, խնդրեմ դրանք ուղեք, անցնենք։ Չունեք հարցեր այս պահին։ Եթե ասելիք ունեք, շատ լավ, պարոն Թադևոսյան, հաջորդ հարցս ձեզ եմ տալիս։ Ինչ մեխանիզմներով է սովորաբար կազմակերպվում ընտրակաշառքը Հայաստանում, գումար, բնամթերք, իշխանությունների դեպքում թոշակի բարձրացում, առողջապահական ապահովագրություն, ասֆալտ, պարգևավճարներ համախոհներին, դուք այդ սահմանը կարողանում եք զատել, առանձնացնել։ Այստեղ իմ կարծիքով նաև ժողովրդական ընկալման տեսանկյունից, այդտեղ ես մշակութային մարդաբան եւ ես նաև ժողովրդական ընկալումների հետ գործ ունեմ, ժողովրդական ընկալման տեսանկյունից ընտրակաշառքի տակ հասկացվում է այն, ինչ որ այսպես ասած դու ինձ ես քեզ հարաբերությունն է ենթադրում, հա, այսինքն ինչ որ մի բան իրեն տալիս են, դրա դիմաց նաև բառացիորեն իրեն ասում են, որ այս տրվում է, որպեսզի դու ձայնը տաս այսինչ մարդուն։ Եվ նաև ընտրակաշառք տալու այդ այսպես ասած պրակտիկան իր մեջ ենթադրում է նախ այդ գործողությունը եւ դա եղել է տարբեր ժամանակներում տարբեր կերպ, ասենք օրինակ եւ բնամթերքով են տրվել, այդ որ ես պատմում էի մասնակցությամբ վստահված անձ որպես Տավուշի մարզում, այդտեղ շատ հետաքրքիր ուժեղ մրցակցության ականատես եմ եղել ես, այնտեղ ուրեմն այդ մի մրցակիցներից մեկը գարեջրի արտադրության բան էր, տեր էր, սեփականատեր էր, թե ինչ էր, մյուսն էլ կարծեմ հետո մարզպետ դարձավ, երկուսն էլ փողատեր մարդիկ էին, ուրեմն այդ ընտրության գիշերը, որ արդեն առավոտ պետք է սկսվի, մեր ուրեմն որտեղ մենք էինք տեղակայված, այդ վերևում նրանց շտաբն էր, էլի, խլրտոց սկսվեց, պարզվեց ալյուր են բերել ու ալյուր են բաժանում։ Ուրեմն այն մյուս հարուստի փողատիրոջ շտաբը էլի դրա կողքերն էր գտնում, թե ինչ, նա էլ որ իմացավ սրանք ալյուր են բերել բաժան, շատ արագ կազմակերպեցին, իրանք էլ ինչ-որ մթերք սկսեցին բաժանել, ու մենք բան չունենք բաժանելու, ու այդ մրցակցությունը տեսնում ենք։ Ուզում եմ ասել, այդտեղ բնամթերքով է եղել, շատ կոնկրետ ես այդ տեսել եմ բնամթերքով բաժանելը, բայց նաև խոսում են, որ բնամթերքից առաջ փող են բաժանել, պարզապես քանի որ մրցակցությունը ուժեղ է, դեն մեկը որոշել լրացուցիչ նաև բնամթերք բաժանել, եւ նա հասկանալով, որ կարող է այդ մրցակցության մեջ ինքը, այսպես ասած, պարտվող կողմը դառնա, շարունակեց ինքն էլ բաժանել, ուրիշ մեկը բնամթերքով։ Այսինքն ես ընտրակաշառք ասելով, ըստ նաև ընկալումների հետեւյալն է, դու տալիս ես ինչ-որ մի բան ինձ, ես դրա դիմաց պարտավորում եմ տալ քեզ ձայնը։
Եվ նաև էս կարող ենք ասել վարչական ռեսուրսը չայաշահում է իշխանությունը, բարձրացնում է թոշակը եւ ակնկալում է թոշակառուի ձայնը։ նայեք, ես կասկածում եմ, որ դրան կարելի է անձնակաշարք անվանել, ինչի համար, որովհետեւ երբ որ իշխանությունը, ով որ կառավարությունը, հա, ինքը իրականացնում է իր գործունեության շրջագծում ինքը պետք է ինչ-որ եւ սոցիալական ծրագրեր իրականացնի եւ կրթական, հա։ Ուրիշ բան, որ մարդիկ ինչ-որ ձևերով քաղաքացիներին, այսպես ասած, տեղ հասցնեն, որ մենք ձեզ էս արել ենք, դրա դիմաց դուք պետք է մեզ քվեարկեք։ Եթե դա ուղղակի չի ասվում, ինչ որ ձևով մարդկանց վրա ազդելու լծակներ չի կիրառվում, նրանց մղելու այդ տիպի գործողության, դա պարզապես ես կարող է հասկանալ ինչ որ ինքը ենթատեքստ ունի, բայց ուղղակի ասել, որ սա ընտրակաշարք է, իմ կարծիքով դա այդպես չի, հա, ինչի համար, որ նաև այդ դեպքում նշանակում է կառավարությունը ընդհանրապես ոչ մի բան պետքա չանի այն մտավախությունից, որ ասենք ընտրակաշարք կարող է որակվել։ Ձեզ պարզ օրինակ բերեմ, էլի հիմա մեր թաղամասը, այս ամբողջ Երևանը, այս առատ ձներից հետո ասֆալտը քայքայվել է։ Հիմա կամ պետք է այդ ասֆալտը նորոգեն, կամ պետք է սպասեն ընտրությունները անցնի նորոգեն։ Հա, այս տրամաբանությամբ, որովհետեւ մենք չասենք, թե սա ընտրակաշարքային տրամաբանության մեջ է։ Ասենք Իսակովի Պողոտան ասֆալտապատեցին։ Ես ինքս որպես քաղաքացի ընկալում եմ դա իմ հանդեպ որպես ընտրակաշարք։ Չէ, չեմ ընկալում։ Ես ընկալում եմ դա որպես պարտավորություն, հələ դեռ մի բան էլ ասենք ուշացնում եմ, պետք է ավելի լավ անեն ու ավելի արագ անեն։ Այսինքն բաներ կա, որ կառավարությունը պետք է գործի ու պետք է անի, այդքան բան։ Շնորհակալություն, պարոն Յանիսյան, ձեզնից մեջբերում անեմ։ Ռուսաստանից ահռելի քանակությամբ ֆինանսական միջոցներ են գալիս Հայաստան որոշ քաղաքական ուժերի քաղաքական գործունեության իրականացման համար։ Մենք գիտենք, օրինակ, տեղեկություններ ունենք արժանահավատ, որ կոնկրետ մի մարդ, ով նախկին պաշտոնյա է, գումար է, այդ մարդը բերում է գումար եւ դոլարով 9-անիշ թիվ է 100 միլիոնից մինչև 1 միլիարդի միջակայքում միայն ինքն է բերում դուք նկարագրեցիք փողերի տեղափոխման մեխանիզմը եւ նաեւ նկատեցիք որ դա կազմակերպվում է նորից մի ամբողջ Երևանյան թաղամաս հիմա ակտիվ travel-ի մեջ է էլի մարդիկ որ կյանքում ինքնաթիռ չէին նստել շաբաթը մեկ ինչ որտեղ են թռնում գնում գալիս մեջբերման ավարտ ինչ եք կարծում այս բնդումը կուզեի մեկնաբանել եւ նաեւ իրավական ինչ հետևանքներ է ենթադրում ընտրակաշարք տալը եւ վերցնելը Հայաստանում դուք խոսում եք մաչելի լեզվով քթից կգա քթից են բերելու մինչեւ 2033 թիվը անազատության մեջ եք լինելու բայց դարձյալ process-ը ինչպես տեսնում եք ընթացքի մեջ է համեցեք Շնորհակալ եմ ես ուզում եմ սկսել նրանց որ հստակեցնեմ որ ձեր նախորդ հարցին որ ըստ էության խոստում տալը եւ ինչ որ բան տալը ընտրակաշարքի կամ բարեգործության արգելքի խախտման կարգավորումների տեսանկյունից նույնն է։ Եթե ես լինեմ տեխնացու եւ ձեզ տամ, չգիտեմ, այս հեռախոսը, նվիրեմ այս հեռախոսը կամ խոստանամ, որ ես ձեզ կնվիրեմ հեռախոս, դա նույնն է։ Եվ այդ տեսանկյունից ոչ թոշակ բարձրացնելն է, այսինքն թոշակ բարձրացնել եւ թոշակ բարձրացնելու խոստումը դա նույն բանն է, բայց ոչ այն է խախտում, ոչ այն է խախտում։ Երկուսն էլ խախտում չեն, ոնց մարդիկ իրավունք ունեն թոշակ բարձրացնել, նենց էլ իրավունք ունեն թոշակ բարձրացնելու խոստանալ։ Սա կարող է պոպուլիզմ որակվել։ Եվ սա ինչ որ երբեմն նաև հենց պոպուլիզմ է։ Կան երկրներ, որտեղ դա արգելված է։ Օրինակ Մեծ Բրիտանիայում ընտրություններից առաջ սոցիալական ծրագրերի ծավալի ավելացում արգելված է։ Հայաստան նման արգելք չկա, իշխանությունները դրանից օգտվում են եւ դիմում են պոպուլիզմի, դա պոպուլիզմ է, դա խախտում չի։ Կաշառքը ենթադրում է պայմանավորվածություն, որ ես ձեզ տվեցի այս հեռախոսը, իսկ դուք դրա դիմաց ինձ քվեարկում եք, կամ դուք դրա դիմաց, չգիտեմ, Պետրոսին չեք քվեարկում։ Դա այս պայմանավորվածությունը պիտի լինի, որ կաշառք լինի։ Պայմանավորվածությունը կամ թեկուզ ենթադրյալ պայմանավորվածություն, բայց ակնհայտ է, որ բոլոր թոշակառուները, որոնք ավելի բարձր թոշակ են ստացել, իրանք չեն խոստացել, որ իրանք գնալու են ընտրել ինչ-որ մի հատ ուժի։ Այդպես պայմանավորվածություն իհարկե չկա։
Ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, ես ուզում եմ բոլորի համար հստակ լինի, որ Հայաստանը ամենախիստ սանկցիաներով երկիրն է ընտրակաշարքի մասով։ Ընտրակաշարք տալու համար նախատեսված է մինչև 8 տարվա ազատազրկում, վերցնելու համար մինչև 7 տարվա ազատազրկում, ընտրակաշարքի միջնորդության համար մինչև 5 տարվա ազատազրկում։ Սրանք Եվրախորհրդի տարածքում ամենախիստ պատիժներն են։ Հայաստանում այո կան մարդիկ, որոնք որ դատվել են այս հոդվածներով, կան մարդիկ, որոնք հիմա անազատության մեջ են այս հոդվածներով, եւ այս առումով ինձ թվում է կա լայն հանրային կոնսոլիդացիա, կոնսենսուս այս երևույթների դեմ պայքարելու վերաբերյալ։ Այո, կան անձինք, որոնք որ տալիս են, միջնորդում են, վերցնում են եւ դիմում են այդ արգելված արարքներին, բայց հանրության ընդհանուր մոտեցումն այն է, որ այդ երևույթների դեմ պետք է պայքարվի եւ որոշակի պայքար տարվում է։ Մենք իհարկե կարող ենք քննարկել ինչքանով են էֆեկտիվ իրավապահները այդ պայքարը տանում։ Էֆեկտիվ եւ ինչքանով ընտրովի չէ պայքարը։ Ինձ թվում է այդ պայքարը այդքան էլ էֆեկտիվ չէ, կարող էր ավելի էֆեկտիվ լինել, հաշվի առնելով ծավալը երևույթի եւ շատ ավելի փոքր ծավալը բացահայտումների։ Բայց թեև կարող է այսօր sense ասենք վաղը շատ օրինակ մեծ բացահայտում անեն, բայց ամեն դեպքում երևույթի ծավալը շատ ավելի մեծ է, քան բացահայտումները, եւ սա իհարկե հարցեր է առաջացնում։ Ինչ Ես վերջին հարցին ասեմ, որ այո, կա ունենք տեղեկություններ երկու սուվերեն աղբյուրներից, բավականին շատ դետալներով, որոնք էլի համընկնում են, որ մի նախկին պաշտոնյա, որ ասոցացում է Երևանի կոնկրետ մի հատ հատվածի հետ, նույնիսկ հայտնի պաշտոնյա էր, էլի։ Տենց բայց վերջին շրջանում չի երևում ինքս հիմա տենց հրապարակային դաշտում չկա այո զբաղված է քեշ ներմուծելով եւ իր այդ ամբողջ թաղամասում մարդիկ ակտիվ travel-ի մեջ են խոսքը $100 միլիոն գերազանցող գումարի մասին է եւ դա միակ ճանապարհը չի որով որ Հայաստան գումարա մտցվում տարբեր ճանապարհներով են Հայաստան գումար մտցվում օրինակ ինչ որ ապրանք ներմուծողներին, օրինակ ովքեր որ Ռուսաստանից ապրանք են ներմուծում, հաճախ առաջարկում են, ասում են արի այդ ապրանքի փողը դու Հայաստանում դուր մեզ։ Մենք Ռուսաստանում ում որ պետք նա այդ ապրանքի փողը կտանք, որպեսզի փողը ֆիզիկապես Հայաստան չմտնի, որտեղ արդեն հարկային ծառայությունը իմիջիալուց այո, հենց հարկային ոչ թե մաքսային, որտեղ ԵԱՏՄ-ի ներսի մասն է խոսքը, հարկային ծառայությունը բավականին խիստ վերահսկողություն է սառումով իրականացնում, նորից այդ վերահսկողությունը իդեալական չի։ Այդ վերահսկողության արանքով փող մտնում է եւ մտնում է շատ, բայց այդ վերահսկողությունը ամեն դեպքում խոչընդոտներ ստեղծում է եւ չի կարելի ասել, որ ամբողջությամբ անպտուղ է կամ անէֆեկտ։ Շնորհակալություն, համեցեք, խնդրեմ մոտեցեք, որ ձեր հարցները ու խնդիրները լսեն կամ միացրեք, ներկայացեք եւ հարցը։ Մեկ Արտակ Հովհաննիսյան, Շանթ հեռուստաընկերություն, ամեն դեպքում ես ուզում եմ հարցնել, թե այդ բոլոր խիստ օրենքներով հանդերձ եւ այլն, ձեր բոլոր թվարկածներով։ Հիմա ունեք որոշակի այսպես կարծիք, ենթադրություն կանխատեսում, թե առաջկա ընտրություններին մեր երկրում այդ ընտրակաշարք երևույթը ինչ ծավալ կարող է կազմել եւ որքանով կարող է ազդեցություն գործել ընտրությունների արդյունքների վրա։ Գիտեք, դեռ մոտ 40 օր կա միջև ընտրությունները դժվար է կանխատեսել առհասարակ Հայաստանում 40 օր առաջ ինչ որ բան կանխատեսել անշնորհակալ գործ է, բայց երևույթը կա։ Մենք երևույթը տեսնում ենք։ Քաղաքականությունում ապօրինի ֆինանսների շրջանառություն ոչ միայն ընտրակաշարքի տեսքով մենք տեսնում ենք։ Դրա ազդեցությունը ընտրությունների վրա ենթակա է չափման։ Մենք որոշակի գործիքներ ունենք, որոնցով փորձելու ենք չափել, բայց քանի որ ծավալները աննախադեպ են, ես այս պահի դրությամբ վստահությամբ չեմ ասի այն գործիքները, որոնք որ մշակել ենք, այն մեթոդաբանությունները, որոնք որ մենք մշակել ենք չափելու առումով, կաշխատեն թե չէ, որովհետև աննախադեպ երևույթ է, աննախադեպ ծավալ է եւ կոպիտ ասած փորձը չունենք sense ծավալի հետ աշխատելու։ Ապօրինի ֆինանսական շրջանառության կուսակցությունների կամ քաղաքական գործունեության ապօրինի ֆինանսական շրջանառության ծավալները աննախադեպ այդ շատ մեղմ եմ ասում ուղղակի հայերենիս իմացությունը ավելի բան բարեր չի գտնում էլի ավելի պատեհ բարեր չի գտնում
Եվ այս առումով փորձելու ենք գնահատել ազդեցությունը ընտրությունների վրա, բայց նաև փորձում ենք հակազդել, փորձում ենք բացահայտել եւ ինչ որ բաներ հանրությանը ներկայացնելու ենք։ Քանի որ ես Դանիելը այդ հարցերին շատ ավելի, այսպես ասած, մասնագիտորեն է առնչվում, ես կարող եմ մի քիչ ինչպես կարող է միգուցե ազդեցությունը թույլատրվել այդ առումով խոսել, երկու բառ ասել, ինձ թվում է, որ հասարակությունը բավականին տարբերվում է այս 18 թվից հետո ամեն դեպքում, երբ որ երկու ընտրություն, նույնիսկ երրորդ ընտրությունն ասա, փող չի բաժանվել եւ այսպես ասած մարդիկ ուրիշ պրակտիկաներ են ձեռք բերել։ Հետո փոխվել է նաեւ մարդկանց մոտեցումներ եւ մտածողության մեջ էլ փոփոխություն է տեղ ունեցել։ Եվ ինձ թվում է, որ եւ իշխանությունը եւ այն կառույցները, կազմակերպությունները, քաղաքացիական, ովքեր որ ընտրակաշառքների այս դեմ փորձ են անելու պայքարել, ինձ թվում է, որ իրենք շատ կարող են դաշնակիցներ գտնել նաև հասարակության մեջ, սովորական քաղաքացիների մեջ։ Ուղղակի պետք է մարդկանց հետ աշխատանք տանել, իրազեկման, տեղեկատվության, այսինքն նաև մարդկանց ներքաշել ընտրակաշառքը բացահայտելու եւ համապատասխան իրավական մարմիններին իրազեկելու տեսանկյունից, ժողովրդական լեզվով ասած, գործ տալու այդ բանը, հա, ես իհարկե վատ տերմին եմ կիրառում, այստեղ գործ տալը վատ իմաստ ունի, այս դեպքում սակայն ինքը կարող է շատ դրական իմաստ ձեռք բերի, որովհետև մարդիկ մասնակցում են, որովհետև գիտեք ոնց է, թաղամասերում բոլորը արդեն գիտեն ում տուն ով մտավ, այսպես ասած, այս կուսակցության նախընտրական շտաբից են գալիս, մտնում մարդկանց տներ, բան, եւ այդ ամեն ինչը շատ բանավոր խոսքի մակարդակում պտտվում է, արդեն անուններ գիտեն նույնիսկ, եւ մարդկանց պետք է ուղղակի տեղեկացնել, շատ աշխատել մարդկանց հետ, բացատրել նախ որ դա հանցագործություն է, բացատրել թե ինչպես դա կարող է իրանց կյանքի վրա բացասաբար ազդել եւ առաջարկել համագործակցել, որտեղ առանց իրանց համագործակցության ես կարծում եմ որ բավականին տխուր կարող է պատկեր առաջանա, եթե թողնենք այս գործը միայն պետության եւ քաղաքացիական հասարակություն ներկայացնող տարբեր կազմակերպությունների վրա։ Շնորհակալություն, համեցեք, ներողություն միացրեք, խոսափողը ներկայացեք։ Հասմիկ Անտոնյան, պարոն Իոնիսյան, թեև ասում եք, որ նորմալ եք համարում Աննա Հակոբյանի այդ արձագանքը, բայց նա շարունակում է պնդել, որ խախտվել են ըստ էության դրանով իր իրավունքները, ու նաև խնդրել է ձեզ հարցնել, որ 2022 թվականին Իմ քայլը հիմնադրամի անունը որևէ կապ ուներ Իմ քայլը համանուն դաշինքի հետ, մոտ էր թե ոչ, այն ժամանակ տարբեր անուններ էին հնչում եւ եւս մեկ հարց, խնդրում եմ կասեք, պատրաստում եք հրաժարվել ձեր հայցից թե ոչ։ Հայցից հրաժարվելու մտադրություն չունենք, հայցը համարում ենք ամբողջությամբ հիմնավոր եւ ստեյցիան կարծում եմ, որ այն պետք է որ տեսանելի ապագայում արդեն քննվի վարչական դատարանում, ենթադրում եմ պետք է որ լրագրողների համար բաց լինի, դեպս պիտի որ կարողանաք նաեւ գաք լուսաբանեք։ Ինչ վերաբերվում է 2022 թվականի Շիրակի մարզի հետ կապված իր հայտարարություններին, ապա պիտի ասեմ մի քանի բան։ Առաջինը, հնարավոր է որ նման բան եղել է եւ այն մեր աչքից վրիպած լինի, որովհետեւ մենք տեղական տեխնիկական մարմինների ընտրություններում այդքան մանրամասն չենք իրականացնում երկարաժամկետ դիտորդությունը, ինչքան համապետական ընտրություններում։ Ընդ որում ավելին մենք երբեք նույնիսկ համապետական ընտրությունների ժամանակ այդքան մանրամասն դիտորդություն եւ այդքան երկարաժամկետ դիտորդություն չենք իրականացրել, ինչպես այժմ։ Ինչու՞ մեզ հնարավորություն է տալիս հաճախ նայել ավելի շատ process-ների վրա, նաեւ այնպիսի process-ների վրա, որոնք նախկինում մեր ուշադրությունից դուրս են եղել։ Ինչ վերաբերվում է բուն այդպիսի հնարավոր իրադարձություն եղած լինելուն 22 թվականին Շիրակի մարզում էր, չէ՞, կարծեմ ինքը ասում ընտրությունների եւ բարեգործության ընտրությունների ժամանակ բարեգործության ապա պետք է ասեմ երկու բան Շիրակի մարզում ես չեմ հիշում որ բնակավայրերում են եղել 22 թվականին ընտրությունները
Գյումրին 21-ն էր, ես համարյա վստահ եմ, որ Գյումրին 21-ն էր, եթե հիմա չեմ սխալվի, ամեն դեպքում մարզովչի համայնքով է, այսինքն կարող է եղել բարեգործություն մի համայնքում, բայց եղել է ընտրություններ այլ համայնքում։ Եթե եղել է բարեգործությունը եւ ընտրությունները նույն համայնքում, նույն ժամանակահատվածում, ապա այդտեղ ոչ միայն խնդիր կա, այլ նույնիսկ ավելին դա վարչական իրավախախտում չի։ Եվ եթե հիմնադրամի ղեկավարը այդ ժամանակ եղել է կուսակցական անձ, իսկ Մխիթար Հայրապետյանը կուսակցության անդամ է՝ ի տարբերություն Աննա Հակոբյանի, եթե ես հիմա ամեն ինչ ճիշտ եմ հիշում։ Եթե հիմնադրամի ղեկավար եղել է կուսակցական անձ եւ այդ երևույթը տեղի է ունեցել, այսինքն նույն համայնքում ընտրությունների հետ միաժամանակ բարեգործություն, ապա դա արդեն նույնիսկ վարչական իրավախախտում չի, դա քրեորեն պատժելի արարքի մասին ենք մենք խոսում, եւ եթե Տիկին Հակոբյանը նման տեղեկություններ ունի, ապա թող դա ներկայացնի հանցագործության մասին հաղորդման տեսքով դատախազություն կամ հակակոռուպցիոն կոմիտե։ Քրիստինե Թորոսյան, Հանրային հեռուստաընկերություն, պարոն Յովհաննիսյան, միանգամից մի քանի հարց ձեզ ուղղեմ։ Առաջինը նշեցիք 100 միլիոնի մասին, այս մասով հաղորդում ներկայացրել եք թե ոչ, այնուհետև ասում եք, որ կան դեպքերը ահռելի են, բայց բացահայտումները շատ չեն, ինչով է սա պայմանավորված ըստ ձեզ։ Ձեզնից մեջբերում էլի նշել եք, որ Հայաստանում կան որոշակի ռուսաստանյան ինչ-որ կազմակերպություններում աշխատող մարդիկ, որոնց վրա հնարավոր միջամտություններ կան ու իրենք ինչ-որ ճնշումների են ենթարկվում, սա ինչի մասին է խոսքը, արդյոք նման դեպքերը շատ են, ու վերջում էլ մի քանի հանգամանքներ կան այս վերջին շրջանում մանավանդ, արդյոք օրինակ կերակրող մայր լինելը կամ պատերազմին մասնակից լինելու նման այլ հանգամանքներ կարող են դառնալ պատճառ քրեական հետապնդումներից ազատվելու համար։ Այսքանը մերսի։ Շնորհակալություն։ Գիտեք հետևելով որոշ հայտարարությունների կարող է տպավորություն ստեղծվել, որ կերակրող մայր լինելը քրեական հետապնդումը բացառող հանգամանք է, ոչ դա այդպես չի, իհարկե կերակրող մայր լինելը կարող է ուրեմն եւ պետք է դիտարկվի խափանման միջոցի քննարկման ժամանակ, բայց որովհետեւ պարագայում քրեական հետապնդումը բացառող հանգամանք չէ։ Ինչ վերաբերվում է ռուսաստանյան կազմակերպություններին, ապա մենք նման ահազանգեր ունենք, մենք նման ահազանգեր ստացել ենք առնվազն ուրեմն Գազպրոմ Արմենիայի եւ 102-րդ ռազմակայանի հետ կապված, այդ ահազանգերը ստուգման, փաստերի հավաքագրման փուլում են, ինչ վերաբերվում է եւ մենք նորից ուզում եմ նաեւ առիթը օգտագործել եւս մեկ անգամ ասել, որ ցանկացած մարդով որ մեզ փաստեր կփոխանցի ռուսական առհասարակ ցանկացած մարդով որ մեզ փաստեր կփոխանցի ընտրողի նկատմամբ ճնշումների, հանրահավաքի մասնակցելու պարտադրանքի, գործատուի կողմից այս կոնտեքստում ճնշումների կամ ընտրակաշառքի վերաբերյալ, ոչ միայն իր գաղտնիությունն ենք երաշխավորում, մենք իրեն ապացուցողական նշանակության տեղեկությունների դիմաց 500 միլիոն դրամ կտանք։ Եվ իր անունը երբեք ոչ մեկ չի իմանա, նենց ոնց որ երբեք այդ 500 միլիոնը ինչ ֆոնդից եք տալու։ Դա մեր գործն է, բայց լրիվ օրինական ենք տալու, այդ 500 միլիոնի հարկերը վճարելու ենք բնականաբար։ Եվ պետք է ասեմ, որ մենք մեր աղբյուրների գաղտնիությունը միշտ կարողացել ենք պահենք, մինչև այսօր, օրինակ Չարչյանի հետ կապված, կարծեմ դատավճիռը մտավ ուժի մեջ, ոչ մեկ չգիտի թե ով էր այն աշխատողը, որ Իզմիրելյան հիվանդանոցում ձայնագրել էր այդ խոսակցությունը։ Դա ոչ մեկ չիմացավ, 5 տարի անցավ, մարդը եթե ճիշտ եմ հիշում նույնիսկ դատարանով մեղավոր ճանաչվեց, ինչ որ ժամանակ բանտում անցկացրեց, ոչ ունենց որ այս առումով քաղաքացիներին հորդորում եմ մեզ դիմել եւ կարող ենք նաեւ վճարել եւ ինչ վերաբերվում է ֆինանսական ներհոսքերին, ապա մենք իրապահներին փոխանցում ենք այն տեղեկությունները, որոնք որ կարծում ենք իրանց էլ է հետաքրքիր եւ իրանք կարող են դրա ուղղությամբ ինչ որ բան անել այդ դետալները փոխանցում ենք եւ իհարկե իրապահներին փոխանցում ենք նաեւ այնպիսի դետալներ, որոնք որ չենք հրապարակում կամ հրապարակում ենք ավելի ուշ։ Այսինքն փոխանցում ենք իրապահներին, որ իրանք իրանց օպերատիվ աշխատանք անեն, մենք հրապարակելով չխանգարենք։
Բացահայտումների փոքր քանակը կարող է պայմանավորված լինել իրավապահ մարմինների էֆեկտիվությամբ, կարող է պայմանավորված լինել նրանով, որ ի վերջո մենք խոսում ենք մարդկանց մասին, ովքեր գիտեն, որ հանցագործություն են կատարում որպես կանոն, եւ բնականաբար նաեւ գործողություններ են կատարում այդ հանցագործությունը քողարկելու ուղղությամբ։ Եվ իրավապահների գործը եկեք ոչ մեկից չթվա, որ դա շատ հեշտ է, բայց իմ կարծիքով կարող են նաեւ ավելին անել։ Բայց նորից ես չեմ ուզում ստեղ նաև իրավապահների կոպիտ ասած անմեղության կանխավարկած կասկածի տակ դնել են առումով, որ մինչև հունիսի 7-ը կարող է իրավապահները կամ նույնիսկ հունիսի 7-ից հետո կարող է իրավապահները էապես ավելի շատ բացահայտեն, էլի։ Կարող է այս ասուլիսից կես ժամ հետո բացահայտեն, մենք դա չգիտենք։ Ներողություն մեկ հարց ձեր թույլտվությամբ ես տամ եւ շարունակեք պարոն Յոհաննիսյան ես բարձրացրեցի նաեւ ընտրովիության հարցը երբ մինչեւ այսօր տեսել ենք որ այդ մեղադրանքով ընտրակաշառք տալու վերցնելու հիմնական այդպես կասկածյալները մեղադրյալները ընդդիմության ներկայացուցիչներն են սակայն այն համերգների մասով թե Գյումրի ապրիլի 19-ի թե մայրաքաղաքում 25-ի երբ Վարչաբենդի համերգը հովանավորում էր մասնավոր բանկ եւ այլն ինչ եք Դա ընտրակաշառք չի, համերգները ընտրակաշառք չեն, բայց դրանք խախտում են մասնավորապես ապրիլ 19-ի Գյումրիի եւ ապրիլի 25-ի Երևանի համերգները մեր գնահատմամբ խնդրահարույց են կուսակցությունների ֆինանսավորման օրինականության տեսանկյունից դետալներ իրավական դետալներ շրջանցելով զուտ որ շատ չծանրացնեմ ասեմ որ մենք այս դեպքերով դիմել ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով եւ պահանջում ենք իրականացնել վարույթ որի սահմաններում նաեւ կարծում եմ պետք է լինեն որոշակի հետևանքներ կախված դետալներից հետևանքների բնույթը ստեղ դետալներից կախված է Գոնե մեր համար ոչ մի տարբերություն չկա թե ով է խախտումն իրականացնողը։ Միգուցե դատաիրավական համակարգի համար կա տարբերություն։ Ցավոք սրտի Հայաստան դատաիրավական համակարգի անկախությունը այդքան մակարդակի չի, որ անց համար տարբերություն չլինի, բայց մեր համար ոչ մի տարբերություն չկա ով է խախտում անողը։ Համեցեք։ Ներողություն միացվա։ Պարոն Յոհաննիսյան, ընդդիմադիրները ասում են, որ իրավական համակարգը ընտրովի է գործում եւ այս քաղաքնալսումները, կալանավորումները հիմնականում հենց ընդդիմադիր գործիչների շրջանակներում իրականացվում։ Օրինակ դուք նկատել եք ու ինչպես եք վերաբերվում այդ արտահայտությանը։ Մենք չունենք արժանահավատ տեղեկություններ որոնք որ կվկայեն նրա մասին, որ կուսակցություններ, որոնք որ ընտրակաշառք են բաժանում, այդ կուսակցությունների նկատմամբ քրեադատավարական գործողություններ չեն իրականացվում։ Այսինքն չկան հենց կուսակցություն, որի մասով մենք արժանահավատ տեղեկություն ունենք, որ այդ կուսակցությունը ընտրակաշառք է բաժանում եւ տեսնենք, որ իր նկատմամբ ոչ մի իրավական process չկա։ Շնորհակալություն պարոն Թաթևոսյան ձեզ եմ հարցս ուղղում ինչ եք կարծում։ Բայց ներողություն դա չի նշանակում որ Հայաստան դատավարական համակարգը իդեալական է ցավոք սրտի։ Ասացիք որ 2018-ից հետո ընտրակաշառք տալու եւ վերցնելու այդ պրակտիկան կարծես թե թույլատրել էր այսօր եւ պարոն Յոհաննիսյանն է այդպես ներկայացնում փաստեր եւ տեսնում ենք արդեն իրավական process-ներ ընտրակաշառք տալու եւ վերցնելու պրակտիկան աշխուժացել է, ինչ եք կարծում, ինչով է սա պայմանավորված եւ արդյոք սրա հիմքում ամեն դեպքում իշխանությունների հանդեպ անվստահությունը չէ, համեցեք։ Ես շատ པարզ բացատրություն եմ այս խնդրի։ Եթե մինչև 2018 թիվը ընտրակաշառքներ բաժանող ուժերը քաղաքական հիմնականում իշխանությունում գտնվող քաղաքական ուժերն էին եւ իրենք տիրապետում էին բոլոր այն վարչական, այսպես ասած, գործիքներին, որոնք որ դրանք պետք է կանխարգել էին, բայց չէին կանխարգելում։ Դա համար էլ հանգիստ այդ պրակտիկան գործում էր եւ ոչ մեկի ոչ դատվելու վախ ուներ, ոչ մի բան, հա, ոչ բացահայտվելու։ Իհարկե կար քաղաքացիական հասարակություն, որը որ այդ ժամանակ
ակտիվորեն գործում էր, որոշ բան այդ հայցեր ներկայացնում էին, բայց բնականաբար իշխանությունը չափազանց ինքնավստահ էր այդ ժամանակ եւ նրա հովանու ներքո գործող, այսպես ասած, այդ թաղերի հարց լուծողներ եւ մնացած բոլորը, ովքեր որ հենց այդ ընտրակաշարք բաժանողներն էին, եւ նաեւ չկար հասարակության լայն զանգվածների մեջ այն վախը նույնպես եւ զգուշավորությունը, որ ինքը ընտրակաշարք վերցնելու դեպքում կարող է դատվել։ Հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է հենց այդ իմաստով, որ փաստորեն ընդդիմության բևեռում հայտնվել են նախկինում ընտրակաշարք բաժանող ուժերը հիմնականում կամ նոր դեմքերով կամ հենց հին դեմքերով։ Ինչ եմ ես ասում նոր դեմքերով, որովհետև այդ նոր դեմքերի բանը ճամբարներում մենք տեսնում ենք նաև երկրորդ պլանում կամ հենց առաջի պլանում հին դեմքեր։ Այսինքն մենք խնդիրը այն է, որ այդ պրակտիկան կիրառող ուժը ուղղակի հայտնվել է այս բևեռում եւ իր նկատմամբ կա ավելի ուժեղ վերահսկողություն եւ նաեւ կա հասարակություն, քաղաքացիներ, որոնք որ այս պահին քիչ-քիչ սկսում են հասկանալ, որ եթե իրենք գնան այսպես ասած համագործակցության եւ վերցնեն ընտրակաշարք, իրենք կարող են պատժվել եւ այդ իրավիճակի տարբերությունը հենց նաեւ այստեղ է, որ վերցնելը պատժելի է։ Մի բան, որ նախկինում համարյա թե այդպես բան չէ, հա։ Շնորհակալություն, քանի որ մենք գրեթե ժամանակ չենք պարոն Յովհաննիսյան եւ վերջի հարցին համառոտ ամեն դեպքում ձեր անձը ասոցիացվում է իշխանությունների հետ եւ հենց ձեր այս քայլը իմ քայլի դեմ որոշակի հարցեր է առաջացնում, որքանով եք դուք անկեղծ։ Դա ասոցիացիաների խնդիրն է։ Կներեք, էլի, այս երկրում մարդ կա, որ մեր կազմակերպության չափ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, այդ թվում նաև էս իշխանությունների տարբեր ներկայացուցիչների տարբեր գործողությունների վերաբերյալ։ Կա երկրում 3 միլիոն մարդուց գոնե մեկը, ով որ իմ ստորագրած ԿՊ-ի վերաբերյալ կամ ԿՊ-ի տարբեր ներկայացուցիչների վերաբերյալ իմ ստորագրած հանցագործության մասին հաղորդումների կեսը ստորագրել է։ Տենց մի հոգի կա այս երկրում, այս 3 միլիոն մարդու մեջ։ Նենց որ դա ասոցիացիաների խնդիրն է։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, մեզ հետ միասին լուսաբանելու այս քննարկումը, հարգելի ունկնդիրներ հիշեցնեմ, որ մենք մեդիակենտրոնում քննարկում ենք ընտրակաշարքի ավանդույթները Հայաստանում եւ մեր բանախոսներին էին մշակութային մարդաբան Աղասի Թաթևոսյանը եւ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Յովհաննիսյանը։ Շատ շնորհակալ եմ եւ հաջողություն բոլորին։